Սրտանց փառք Տիրոջը սիրելի Հայաստանի խորհրդի եղբայրներից եւ եկեղեցիներից սիրով բարևներ ձեզ բոլորիդ Հիսուսով։ Տեր օրհնի ձեզ։ Եղբայրները շատ հրաշալի խոսեցին օրհնյալ ձևով։ Ես իհարկե խորը հասկանում եմ, ինչպես Դավիթն ասում Տեր, քուգիներդ քեզ տվեցինք, մենք ոչինչ չենք կարող անել։ Մարդը ոչինչ է, նրան ապրեսվողը կյանք տվող ամեն ինչ Աստված է սիրել։ Մենք էսի շատերս լավ հասկանում ենք։ Բայց հոգևոր կյանքի մեջ կա հոգևոր կարևոր խորհուրդներ, որ ես կուզեմ փոխանցել մի քիչ ձեզ, շատ ժամանակ ուղղակի ժամանակը շատ քիչ է։ Եղբայրներ քույրեր, ես ուղղակի ինչ-որ զգացել եմ իմ հոգևոր կյանքի մեջ, այդ պիտի փոխանցեմ։ Ես հասկանում եմ, որ մարդը այնքան անպետք է, որ մեղքի մեջ մեռած է, լրիվ, ոչ մի մարդ կենդանի չի եղել։ Իրան կենդանացրող է մեր Աստված։ Մեզ բոլորիս ինքն է կենդանացրել, մեր հավատքին հաշվի չի առել։ Նա մեր կողքով անց է մեզ ապրե ասել, Եզեկիել 16-րդ գլխում գրված ես քո կողքով անց է քեզ ապրե ասեցի։ Եթե խորը հասկանանք, որ մեղքի մեջ մեռած էինք, եւ ինքը կենդանացրել է մեզ իր համար է կենդանացրել, չի կենդանացրել մեղքի համար, չի կենդանացրել չարության համար, չի կենդանացրել աշխարհի կյանքը վայելելու համար, կենդանացրել է որ իրան վայելի, իր հետ ապրենք։ Մարդկությունը ընդամենը 61 դար գոյություն ունի, բայց ես մի խոսք եմ ուզում կարդալ, այդ խոսքի խորհուրդը մի փոքր բացատրել, որ մեզ փրկեց երկրորդ Տիմոթեոս 1:9, սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի նայելով, հապա շնորհքին նայելով, Քրիստոսը մեզի տրվեցավ հավիտենական դարերից առաջ։ Եթե խորը հավատանք Աստծո խոսքին, դնենք մեր հոգու մեջ, հավիտենական դարերից առաջ մի մարդ ասել, որ ձեր մասին մտածել է, իսկի դու քո մասին չես մտածել, հավիտենական դարերից առաջ նա մտածել է քո մասին, և այդպիսի մեկի հետ չես զում ապրես, ինչի մար ես ապրում աշխարհում, որն ակու ապրելու նպատակը, մեկը եկար 90 տարի ապրես, 30 տարի քնած ես, մի 15 տարեկան երեխա ես, վերջը վերջանում է կյանքը, մեռնելու ես մի օր, գնալու ես այս աշխարհի դատարկ, մեր եկես, մեր կել գնալու ես, բայց Աստված ասում է հավիտենական դարերից առաջ, ես քո փրկության մասին մտածել եմ, այդպիսի մեկին չճանաչել, այդպիսի մեկի հետ չապրել նշանակում է բութ ու մութ լինել լրիվ։ Ես խնդրում եմ բոլորից, աղաչում եմ։ Մեր արտավազ եղբայրը 13 տարեկան էր, որ իրան քարոզեցին։ Ես 23, ինքը 13 տարեկան էր։ Եվ ես երեխան նվիրված ասում։ Մեր գյուղում էլ մի հատ տուն կար, որ ինձ էլ ես տվեցի եկեղեցու, բայց մի հատ շատ գեղեցիկ տուն էին սարքում մեր կողքը։ Ասեց արտավազ սարքեք, գտակ մեզի։ Եվ սարքեցին, վերջում էլ կարակ է։ Նույնը ստեղ վերել ցույց ատվենձի արտավազը։ Ասել եմ մի օր կգա Աստված եսի կտա մեզի։ Տերը թող օրհնի, որպեսզի մենք ճանաչենք Աստծուն, ինչպես մեր Գևորգ եղբայրն ասեց 2008 թվականին, չէ՞ Գևորգ եղբայրն ասեց, որ Աստված sense ծրագիր ուներ։ Մեր եղբայրը խոսեց, որ 21 տարի առաջ ամեն մեկը նեղության մեջ էին, դժվարության մեջ էին, պրոբլեմներ ունեին։ Բայց Տերը օրհնեն եղբայրներին են քուրերին, որոնք Հիսուսին շատ սիրելով կյանք դրեցին ես եկեղեցին առնելու համար, Տեր օրհնի իրանց։
ամեն բան Աստծուց է։ Մենք շնորհակալ ենք Աստծուց։ Գոհ ենք այդպիսի Աստծուց, որ նա հավիտենական մեր տան մասին մտածում է, ես ինչա որ չմտածեր։ Հավիտենական տան մասին, նոր երկինք, նոր երկրի մասին, այդ ստեղծել է փառավոր երկինքը, որտեղ ցավ, չոր, հիվանդություն ուշման չկա, մենակ Աստված է, և այլելու ենք Աստծուն։ Դրա համար խնդրում եմ ձեզ, եթե մեկը հավիտենական դարվից առաջ մտածել է քո մասին, և ուզում է քեզ հետ մեկ հոգի լինի, դու եթե նրա հետ չես ուզում ձուլվես, ինչի որ ես ապրում աշխարհում, քո ապրելու նպատակն ասատենա, կա հավիտենական նպատակ, կամ նպատակ չունես, հավիտենական նպատակ, անոր Տիրոջ մոտենալով հետ մեկ հոգի տիրվի, և այդ մասին չի աղոթել ոչ մի առաքյալ, ոչ մի մարգարե, աղոթել անձամբ Հիսուսը, որ ես ու դու Աստծո հետ մեկ հոգի լինենք։ Սա իմ երիտասարդ ժամանակս բացել Աստված, զավակս, քեզ կանչել եմ, որ դու ինձ հետ մեկ հոգի լինես։ Ես քեզ չեմ կանչել մեղքի համար, ես քեզ չեմ կանչել աշխարհը վայելելու համար, ես կանչել եմ, որ աղոթում եմ քո համար, որ դու ինձ հետ մեկը լինես, Սուրբ Երրորդության հետ մեկը լինես, ոչ թե երկիրը վայելել, ոչ թե աշխարհի պղծությունները վայելել, աշխարհի գահերը վայելել, հավատք, որ կյանք, երջանկություն միայն Հիսուսի մեջ է, ուրիշ տեղ երջանկություն չկա, խոսք եմ ասում Սուրբ Գրքից, անիկա իր հարուներին կյանքի ծառը և զինք բռնողները երջանիկ կլան, չի ասում հարուստները երջանիկ կլան, չի ընտաներ ունեցող երջանիկ կլան, չի ասես իր թագավորի աղջկան առնես, տղուն առնես երջանիկ կլնես, երջանկությունը Հիսուսի մեջ է, գտնեք այդ հավատքը, որ ունեք երկրագնդի վրա, ձուլվեք Աստծո հետ, նա երեք այսօր հավիտյան